Free News-ի եթերում լուրերից դուրս քննարկումն է սկսվում, այսօր տաղավարում ես հյուրընկալել եմ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին։ Բարև ձեզ, պարոն Թորոսյան։ Նախ շնորհավորում եմ ցուցակում ձեր զբաղեցրած տեղը ձեզ գոհացրեց։ Ես կարծում եմ, որ ժողովրդավարական ընտրություններում ստացած ցանկացած տեղ մեր ցանկացած գործընկերոջ պետք է բավարարի։ Շատ բարի։ Հաղթանակի դեպքում ազգային ժողովի ընտրությունները նկատի ունեմ, կրկին, եթե առաջարկվի նախարար կաշխատեք։ Կաշխատեմ, բայց դա կլինի վարչապետի առաջարկը եւ որոշումը, եւ դա թիմային որոշում է սովորաբար լինում։ Ես ինձ երկու տեղն էլ լավ եմ զգացել, թե գործադիրում, թե ազգային ժողովում, բայց էներգիայի պակաս չունենալու պատճառով պատրաստ եմ ավելի շատ աշխատելու միշտ, քան օրինակ կարող է ենթադրվել այս կամ այն պաշտոնում, այնպես որ այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում, բայց նաև այտենց նախատրամադրվածություն էլ չունեմ, թե ինչ է լինելու։ Այսինքն կլինի լավագույն կամ ամենաարդյունավետ լուծումը։ Ազգային ժողովի ինչ կառուցվածք եք պատկերացնում։ Իհարկե շատ ինքը հարցը հիպոթետիկ է, բայց հետաքրքիր է։ Բայց հետաքրքիր հարց է այն իմաստով, որ հաճախ այդ հարցը տրվում է այդ պահին գործող իշխանությանը կամ իշխանությանը հավակնող ուժին կամ որևէ քաղաքական ուժին, չնայած որ հարցը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության ընտրողներին եւ ժողովրդին, որովհետեւ երբ որ դու մեղադրանք ես ստանում կամ մենք մեղադրանք ենք ստանում, ասում ենք, այ ինչ գործ ունեն այսինչ մարդիկ կամ այսինչ ուժեր ազգային ժողովում, դրա պատասխանը շատ պարզ է։ Դուք եք որոշել հարգելի քաղաքացիներ, հարգելի ընտրողներ, թե ինչպիսի կառուցվածք է ունի հիմա ազգային ժողովը եւ նույնպես դուք եք որոշելու թե ինչպիսի կառուցվածք է ունենալու ազգային ժողովը եւ մեր ընտրողներն են որոշելու ինչպիսի կառուցվածք կային ունենա։ Մեր խնդիրն է լինել մեր ընտրողների հետ հնարավորինս ազնիվ, հնարավորինս թափանցիկ, հնարավորինս բաց, ինչը մենք արել ենք իդեպ միշտ ինչքան եղել ենք իշխանության, այդ թվում ընդունելով մեր շատ սխալներ, որոնք արել ենք եւ նաեւ ցույց տալով թե ինչ հետևանքներ կամ արդյունքներ կարող է լինել այս կամ այն ընտրության դեպքում։ Բաց թափանցիկ ասել, հարգելի քաղաքացի, եթե դուք ընտրում եք այս ուժերին, ապա այս է արդյունքը, այն ուժին այն է արդյունքը եւ վերջում ի վերջո ձեր կամարտադրության շնորհիվ կամ արդյունքում է կառուցվածքը ձևավորվելու, հա, այլ տարբերակ պարզապես չկա եւ նույնիսկ ես չեմ ասում, որ ինչ որ մեկին պետք է մեղադրել կամ չմեղադրել դրա համար, բայց նույնիսկ մեղադրելու իմաստ չկա վերջում որևէ մեկին, թե ինչու այդպես եղավ, որտեղ ընտրությունը Հայաստանյան ընտրողինն է, քաղաքացուն, ով ձևավորում է ազգային ժողովը եւ ի վերջո իշխանությունը եւ այլ ուժեր, այլ մեթոդներ, այլ գործիքներ վաղուց այլևս չեն աշխատում, որտեղ Հայաստանում ընտրությունները ժողովրդավար են եւ միշտ լինելու են ժողովրդավար եւ այդ ժողովրդավարության դրսեւորումն ենք մենք տեսնում ազգային ժողովում, թեև ժողովրդավարությունը ունի նաեւ կողմնակի ազդեցություններ, ինչպես ցանկացած լավ բան, հա, դեղն էլ բուժում է, բայց ունի կողմնակի ազդեցություն։ Այդ կողմնակի ազդեցություններից մեկն այն է, որ ժողովրդավարության շնորհիվ կամ արդյունքում ազգային ժողովում նաեւ հայտնվում են այնպիսի ուժեր, որոնք բնույթով հակա ժողովրդավար են, այսինքն ոչ դեմոկրատիկ, ոչ դեմոկրատ, ոչ ժողովրդավար ուժեր են հայտնվում, այսինքն իրենք բնույթով ավտոկրատ կամ ավելի վատ բռնապետական կամ բռնատիրական ուժեր են բնույթով եւ իրենց ներքին նաեւ process-ներով, բայց քանի որ ընտրողը իրավունք ունի նաեւ ընտրելու այդպիսի ուժերի, իրենք հայտնվում են ազգային ժողովում։ Հիմա այսօրվա մեր երկու դիմադիր կուսակցություններն իրենք բնույթով ժողովրդավար չեն։ Երբ որ նրանց նույնիսկ խոսույթը լսում է, ժողովրդավարության մասին բառ անգամ չկա։ Բառ անգամ չես լսում, որ դա կարևոր գործիք է։ Հակառակ ասում են ժողովուրդը իրավունք չունի ընտրելու, ժողովուրդը իմաստուն չէ, ժողովուրդը չի հասկանում ում է ընտրում։ Այն դեպքում, որ մենք ասում ենք, չէ, հակառակը նույնիսկ դուք, որ հայտնվել եք այդտեղ, դա ժողովրդի կամքով եք հայտնվել, ժողովրդի մի ստվար զանգվածի, հա։ Եթե ձեր ասածորն է, դուք էլ այդտեղ չպետք է լինեիք։ Եվ մեր ժողովուրդը պետք է հաշվի առնի դա։ Այսինքն ընտրողները պիտի հաշվի առնեն, որ երբ որ իրենք ընտրում են այս կամ այն ուժի, իրենք պետք է նաև հասկանան արդյոք ապագայում այս կամ այն ուժերը
շարունակելու են թույլ տալ ժողովրդի կամ արտահայտությունը, թե օգտագործելու են հիմա ժողովրդի կամ արտահայտության այս ազատությունը, որպեսզի վաղը ճնշեն այն։ Եվ այդ ուժերը ցույց են տվել իրենց մեծամասնությունը, ցույց են տվել իրենց այդ ընտրությունը, այլ այսինքն իրենց ընտրությունը որը կլինի, թույլ տալ միշտ ժողովրդի կամ արտահայտությունը տեղում լինի, թե այնուամենայնիվ ճնշել այն եւ սկսել օրինակ կեղծել ընտրությունները։ Եվ շատ քիչ ուժեր կան, որ ասենք բացահայտված չեն, հա, իրենք ինչպես իրենց կդիրքավորեն, դա էլ արդեն խոստումների մակարդակում կլինի, իրենց համար դա կարևոր է, թե կարևոր չի, ժողովուրդը կորոշի հավատում է այդ խոստմանը, թե չի հավատում։ Ըստ ձեզ, ես օրինակ նման միտումներ տեսնում եմ, կոնսոլիդացիա չկա այդ ուժերի մոտ, կարծես թե նկատվում է, չէ՞, միանում են նաև նոր ուժեր։ Այո, կա, միանում են, վերջերս հայտարարություններ եղան, բայց իմ համար դրանք սպասված, հա, միավորումներ են առնվազն կամ ոչ տարօրինակ առնվազն, ես զարմացած չեմ, որտեղ կրկին նախ բնույթով նման ուժեր են իրար միանում, բնույթով իրար նման, երկրորդը աշխարհաքաղաքական ուղղվածությամբ ակնհայտորեն միանման ուժեր են միանում, եւ սա չի կարող մեր մոտ կասկածներ չառաջացնել, թե արդյոք դա պատվեր չէ կամ հրահանգ չէ ուղղորդում չէ այդ կամ լավագույն աշխարհական կենտրոնների կողմից միանալ իրար եւ հանդես գալ մի ճակատով, որը թվում է թե թույլ կտա իրենց ավելի շատ ձայներ հավաքել, բայց դա փաստ չէ, որտեղ նաեւ բյուրեղացում է տեղի ունենում եւ հստակ տարաբաժանում, հա, դաշտում խաղացողները եւ հնարավոր չէ այլևս լինում խაფել, հա, ընտրողին, ասել գիտեք, ես, չգիտեմ, այսինչ բանի համար եմ մասնակցում ընտրություններին, ես էլ մեկ ուրիշ բանի համար եմ մասնակցում եւ ընտրողը որևէ նախընտրություն ունենալով ընտրի այս կամ այն, երբ որ այդ երկուսը միանում են իրար, ակնհայտ է դառնում, թե նրանք իրականում ինչի համար են մասնակցում, օրինակ սպասարկելու իրենց օտարերկրյա, հա, տենց հովանավորների շահերը, ինչու ոչ նաև սեփական շահերը։ Սեփական շահերը իր հերթին, բայց նաև այդ բանը ականջները, հա, որ երևում են սովորաբար, դա շատ դժվար է թաքցնել։ Ինչքան ուզում ես թաքցրել, չեն թաքնվում։ Վարչապետը բավականին թափանցիկ ասեց, չենք էլ ասի, որ դա ակնարկ էր, շատ թափանցիկ ասեց, որ ընտրությունների հաջորդ օրը Հայաստանում չեն լինի քաղաքական օլիգարխներ եւ այլն, չկրկնեմ այդ ամբողջ ասածը։ Սա մի փոքր նման չէ նախկին խոստմանը, երբ որ վարչապետը ասեց, որ պողպատե մուրճ, մանդատ, բայց ժողովրդի դժգոհությունը հիմնական այդտեղից է գալիս որոշ իմաստով, որ ինչի այսինչ մարդ ազատության մեջ է, այն ինչ մարդը շարունակում է, հասկանում եմ ժողովրդավարության նաև այն թույլ կողմերն է։ Չէ, դա թույլ չէ, ամենավին ոչ մի թույլ կողմ չկա, ժողովրդավարությունը այս պահին ամենալավ կառավարման մոդելն է որևէ երկրի, որտեղ ժողովրդի ձայնը լսելի է, այսինքն ուրիշ ավելի լավ մոդել չկա։ Իլյուստրացիա։ Եթե կարծում ես, որ չէ, ես որպես կառավարման մոդել եմ ասում, եթե դու չես ուզում, որ ժողովրդի ձայնը լսելի լինի, միշտ ավելի լավ մոդելներ կարող են գտնել մոնարխիա, ընտանեկան ինչ որ դինաստիաներ եւ այդպես շարունակ, բայց մենք կարծում ենք, որ մեր ժողովուրդը շատ հստակ ընտրել է իր ճանապարհը, գնալ ժողովրդավարական ճանապարհով եւ ինքը ընտրի իր իշխանությանը, ով էլ ուզում է դա լինի, մենք կլինենք, ուրիշները կլինեն։ Ինչ վերաբերում է վարչապետի ասածին, դա պետք է դիտարկել իմ այդ ձեր առաջի հարցի կոնտեքստում։ Իհարկե, Հայաստանի Հանրության ընտրողը այնքան իմաստուն է, որ մենք կարծում ենք, որ ինքը ընտրություն կատարելով չի թույլ տալու, որ երկիրը կառավարեն քաղաքական կամ ոչ քաղաքական օլիգարխները, հա, որոնք որ ունեն իրենց լրիվ այլ շահերը, իրենք չեն կարող եւ ձեր ասած եւ իրենք չեն կարող դուրս գալ ժողովրդի շահերից, հա, ինչքան էլ ուզում ա տան սի խոստումներ տան, չգիտեմ, մի դրամ աշխատավարձ,
մեր բաները կառավարության անդամները աշխատավարձ չեն ստանալու, այդ էլ մի կողմ հարկերը վերացնելու են, հետաքրքիր է, եթե օրինակ ինչ որ մարդկանց համար հարկերը վերացնելու են, պետական բյուջեն ինչով է լցվելու, որ հետո այդ նույն մարդկանց, ասենք, ընտանիքի անդամները ստանան կենսաթոշակներ, նպաստներ, երեխաները գնան դպրոց, հիվանդները բուժվեն եւ այդպես շարունակ, դա իհարկե այդպես աբսուրդի ժանրից խոստումներ է։ Եվ ես չէի համաձայնվի, որ պողպատե մանդատը չի գործել։ Պողպատե մանդատը ոչ միայն գործել է, այլև արդյունավետորեն գործում է։ Ուրիշ բան, որ պետքա երբեմն բացատրել։ Կոնկրետ անուն ազգանունների տերևս։ Նույնիսկ կոնկրետ անուն ազգանուններով, տեսեք, եթե մարդիկ նախ դատապարտվել են եւ դատապարտվում են իրենց գործած հանցանքների համար, բայց դա պետք է ապացուցվի, հա։ Երկրորդը, մարդկանց կողմից գողացված, թալանվածը վերադարձվում է ապօրինի գույքի վերադարձի մասին օրենսդրությամբ, որը իր համար իր կյանքով ապրում եւ աշխատում է, մենք նույնիսկ երբեմն կարող չիմանանք ամեն օր հայտարարություններ լինում են։ Պետական շահերով է բավական շատ վերականգնվում, վերադարձվում, նույն հայկական էլեկտրական ցանցերի վերադարձը արդյոք պողպատե մանդատի դրսևորում չի, երբ որ դու չարաշահում ես այդ ամեն ինչը, քո լիցենզիոն պայմանները եւ հետո պարզվում է, որ հələ մի բան էլ գողանում ես պետությունից հավելագրումներ անելով մեր բոլոր քաղաքացիների, չէ, նույն բանը հանքարդյունաբերության ոլորտում պետական մասնակցության մեծացումը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում պետական մասնաբաժինը արդյոք դա պողպատե մանդատ չի, տելեկոմունիկացիայում փայերի ավելացումը պետական, այլ հանքարդյունաբերողների մոտ մեր դիրքերի ուժեղացումը մեր սահմանների վրա արդյոք դա պողպատե մանդատի դրսևորում չէ, երբ որ միայն մենք ենք օրինակ հիմա վերահսկում մեր սահմանային անցակետերը։ Ես կարծում եմ, որ դա ավելի քան պողպատե մանդատի եւ այդ ուժի ցուցադրությունը եւ նաեւ երկիրը դեպի զարգացման տանելը եւ կայունության ապահովելը կամ խաղաղության գործընթացը առաջ տանելը, արդյոք դա պողպատե մանդատի դրսևորում չէր։ Արդյոք միայն ուժեղ իշխանությունը չէր, որ կարող էր գնալ այդ համարձակ քայլերին եւ հիմա ունենալ ըստ էության հաստատված եւ զարգացող խաղաղություն, որը ամեն ինչի հիմքն է, հասկանում եք, տնտեսական զարգացման հիմքն է, մարդկային པարզ երջանկության հիմքն է, որ չկա կրակոց, չկան զոհեր եւ հույս ունենք, որ երկար տասնյակ հարյուրավոր տարիներ չեն լինելու դրանք, որտեղ մենք ուզում ենք, որ այդ ամեն ինչը հենց այդպես զարգանա։ Ենթակառուցվածքների ապաշրջափակումը, որ աստիճանաբար տեղի ունեն, արդյոք դա նույն պողպատե մանդատի դրսևորումը, սոցիալական բնակարանաշինությունը, ամեն ինչ, այսինքն այդ հազարավոր տներ եւ այդ համարձակ որոշումները, որ մենք ընդունում ենք, որոնք բերում են նաեւ տնտեսական էֆեկտի, որտեվ գիտեք, հա, միշտ կարելի է ասել ինչ որ մի օդիոզ դեմք հիմա ճաղերի հետևում չէ, օքեյ, ենթադրենք ինքը գնաց կալանքի 2 ամիս մնաց, հետո 3 ամիս հետո, ասենք, գնաց տնային կալանքի, դրանից ինչ է փոխվում մեր պետության կյանքում։ Իմ կարծիքով շատ բան չի փոխվում։ Կարևորը եթե կա զուտ ֆինանսական վնաս, դա վերականգնվի եւ եթե կա այլ քրեական հանցագործություն, վերջնական դատարանի վճռով պատիժ լինի, որոնք իդեպ եղել են պարզապես էդ էլ է ժամկետով, հա, արդեն որոշ մարդիկ պատիժները կրել դուրս են եկել։ Այսինքն դա իշխանության թուլություն չի։ Իհարկե, դա ժողովրդավարական համակարգերի ուժն է նաև, որ օրենքի գերակայություն կա, օրենքի մեկնաբանությունն էլ իմ կամ որևէ մեկի կմահաճույքով չի, այլ իշխանության այդ մյուս ճյուղով, որը դատական իշխանությունն է եւ իրականացնում է իր իշխանությունը, մենք եթե կարող ենք օգնում ենք օրենքները ճշգրտելով, փոխելով, չգիտեմ, իրենց ֆինանսավորումը ավելացնելով, որ ավելի լավ աշխատեն, բայց ոչ թե որ ես որոշեմ, որ ասենք, չգիտեմ, Արմեն Արմենյանը, որը բան է, տենց շատ օդիոզ դեմք է եղել 20 տարի առաջ, պիտի անպայման ճաղերի հետևում լինի ցմահ, չի կարող նման բան լինել։ Դա պիտի լինի օրենքի տարին համապատասխան, որը մենք ամեն օր տեսնում ենք, նույնիսկ չենք էլ արդեն ուշադրություն դարձնում, անկեղծ ասած։ Բայց կրկին ուզում եմ հարցս երկրորդել, ինչու մենք չգնացինք ուկրաինական կամ բալթյան երկրների օրինակով, հա, խոսքը հենց լյուստրացիայի նմանատիպ գործիքների կիրառման մասին է։ Ըստ թվում է մենք անցել ենք այդ լյուստրացիայի միջոցով, քաղաքական լյուստրացիայի միջոցով եւ անցնում ենք եւ դա շարունակական գործընթաց է։ Լավ, ասենք օրինակ, եկեք իրական կյանքից օրինակներ վերենք, հա։
հիմա մի քաղաքական գործիչ եկել է մտնում է քաղաքական պայքարի մեջ, ուզում է դա ազգային ժողովի ընտրություններում ձայներ ստանալ, հա։ Հիմա պիտի պարտադիր ինչ որ մի տեղ իր անունը գրված լինի, որ ինքը համագործակցել է այս կամ այն պետության նախկին ներկա, չգիտեմ, որևէ հատուկ ծառայության հետ, որ պարզ լինի, որ ինքը սպասարկում է այս կամ այն երկրի շահը, ինքը կարող է եւ նախկինում համագործակցած չլինի ոչ մեկի հետ, բայց դու իր հիմա սպասարկի։ Չէ, բայց դու իր քաղաքական խոսությունից բացահայտում ես եւ դու հրապարակային ասում ես հարգելիս, հիմա դու այս տարբերակին ես կողմ, թե օրինակ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ես կողմ, թե ինքնիշխանության կորստին եւ իր պատասխաններից ես դու հանգում, որ ինքը ինքնիշխանությանն է կողմ, թե ինքնիշխանության կորստի անկախ նրանից ինչ որ մի տեղ, ինչ որ թղթում ինչ է գրած։ Եվ ներկապնակը, հա, քաղաքական շատ པարզ է այդ առումով։ Ես չեմ կարծում, որ ավելի լավ լյուստրացիա կարող է լինել, քան այդ մարդկանց խոսքը լսելը, այդ մարդկանց իրական շահերը բացահայտելը, նաև անուղակի, հա, մեթոդներով, երբ որ նրանք մի բան ասում են, բայց մեկ այլ բան անում են։ Երբ որ ուղիղ հարցեր ես տալիս, սկսում են ինչ որ sense իրենց շատ հաճելի կամ հարազատ լեզվով վակրուկ դաուկլը պատտվել եւ չպատասխանել, հա, հարցերին։ Ասում ես հիմա մեկին հարցնում են դուք X պաշտոնյա եք եղել, ձեր ժամանակ քաղաքական բանտարկյալներ կային թե չէ, չի պատասխանում հարցին, ասում է, բայց հիմա կան քաղաքական բանտարկյալներ։ Այդ ո՞նց է որ։ Այդ ո՞նց է որ կոնկրետ Մարտի մեկ էլ չի եղել։ Հա, օրինակ, էլի։ Դա ասում է, ես այն ժամանակ գործիքներ չունեի, դա ասենք նույնիսկ այնքան տարական համարձակություն չունեն, իրանց քաղաքական շահից ելնելով ուղիղ ասան այդ ամեն ինչը հասկանում եք, որ դիվիդենդ քաղեն։ Այսինքն այդքան կախված են իրանք եւ այն ժամանակվա իշխանություններից եւ այսօրվա որոշ կենտրոններից։ Ըստ ձեզ անառողջ, որտեղ չգիտեմ առողջը կարա լինի, բայց անառողջ պոպուլիզմը ազդեցություն չի թողնում ընտրողի վրա։ Կարող է թողնել, պետք չի դա թերագնահատել, բայց ես նորից պետք է ասեմ, որ ավելի մեծ բան, քան ընտրողի իմաստությանը ապավինելն է, մենք չենք կարող ունենալ, որովհետև մեր ընտրողները հիմար չեն, մեր ընտրողները բանիմաց, մեր երկրի բոլոր ընտրողների մասն է խոսքը եւ հավաքական իմաստության մասն է խոսքը, բանիմաց եւ հասկացող հանրույթ ունենք մենք, որը շատ բաների եւ դժվարությունների միջով է անցել եւ շատ հեշտ է իրեն տարբերակել սևը սպիտակից, թացը չորից, չարը բարուց, հա, եթե տենց կոնտրաստներ դնենք։ Ու օրինակ, երբ որ մենք ասում ենք, որ պետական բյուջեն դա քո բյուջենն է, ըստ էության ընտանեկան, երբ որ դու վճարում ես հարկ, այդ հարկը վաղը դառնում է ճանապարհ, լույս, դպրոց, կրթություն, առողջապահություն, այլ լավ ոստիկանություն եւ այդ ամեն ինչը ու ինչ որ մեկը վերեկենում ասում է գիտեք դուք կարող եք հարկեր չվճարել այդ մարդը բա չի հարցնում լավ բա որ ես հարկեր չվճարեմ իմ գյուղի դպրոցը ինչով է կառուցվելու իմ գյուղի ամբուլատորիան ինչով է կառուցվելու իմ հիվանդանոցի բժիշկը որ ինձ անվճար հիմա բուժում է առողջապահության ապահովագրության շրջանակներում որտեղից է փողը ստանալու կամ այդ դեղը որտեղից են առնելու այնքան տարական բաներ են դրանք որի համար նույնիսկ բարդ մաթեմատիկա պետք չի իմանալ որը զարմանում եմ ոնց են այդ պոպուլիզմին տրվում հա կամ ոնց են այդ պոպուլիզմին շատ բարձ բացատրություն չկա դրան բացատրություն։ Ռուսը փող կտա, ռուսը մեզ կպահի, այտենց որևէ երկիր եթե փող տվող լիներ կտար, մինչև հիմա ոչ թե կտաներ, օրինակ գույք պարտքի դիմաց եւ այդպես տարբեր գործարքներով, հա, սովորաբար այդպիսի պետությունները ոչ թե տալիս են, այլ տանում են եւ քամում են եւ հիմա էլ իրենց տարբեր ընկերություններով դա շարունակում են անել եւ ոչ մեկ ոչ մեկին պարզապես ոչինչ չի տալիս։ Մենք մեր վրա ենք հենվում, մեր տնտեսության վրա ենք հենվում, մեր տնտեսությունը աշխատում է, ստեղծում են նոր տնտեսվարողներ, նոր աշխատատեղեր, իրենք նաև ավելի շատ հարկեր են վճարում, այդ ավելի շատ հարկերը ծախսվում են բազմաթիվ ուղղություններով, որոնք կարող եմ անվերջ թվալ, պաշտպանության վրա են ծախսվում, սոցիալական պաշտպանության վրա են ծախսվում, առողջապահության, կրթության, բոլոր տեսակի ծառայությունների վրա, որոնք նորից ստեղծում են
Դա ցիկլ է, հասկանում եք, նորից ստեղծում են աշխատատեղեր, նորից նոր տնտեսվարողներ, նորից հարկեր, եւ դա պատտվում է, եւ մենք ամեն տարի ունենք տնտեսական աճ եւ ունենք ավելացող աշխատատեղեր ամեն ամիս ըստ էության։ Այսինքն դա նույնիսկ հնարավոր չի թաքցնել, հա։ Մենք հիմա այդ ամեն ինչը տեսնում ենք մեր եւ վիճակագրական թվերով եւ բազմաթիվ թվերով, հա։ Եվ նաեւ մեր կյանքում, որ այդ ամեն ինչը տեղի է ունենում։ Իհարկե ամեն ինչ չի որ լուծվել է եւ բազմաթիվ խնդիրներ կան եւ չեն կարող չլինել։ Նախ չկա երկիր, որ խնդիր չկա, ամենազարգացած երկրում է կա որևէ խնդիր, որը նորից պետք է լուծել։ Բայց խնդիրների որակը փոխվել է, հասկանում եք։ Մենք աստիճանաբար ավելի բարդ խնդիրներ ենք մեր առջև դնում լուծում, ավելի բովանդակային, երբ որ օրինակ ստեղծում ես դպրոց, բան, հա, կառուցում ես դպրոց շենք, այդ մի մակարդակի խնդիր է։ Հետո լուծում ես այդ դպրոցի մեջ եղած բովանդակության հագեցումը, ուսուցիչների կամավոր ատեստավորմամբ, ուսուցիչների վերապատրաստմամբ, նոր դասագրքերով, այդ էլ լուծես, ավելի նոր պահանջներ են գալու, արհեստական բանականության ներդրում, նոր տեխնոլոգիաների կիրառում, ու դա միշտ զարգացող process է եւ որևէ երկիր անմասն չի կարող մնալ դրանից, բայց որ առաջ դրվող խնդիրների որակը մեր առջև եւ ընդհանրապես հա քաղաքական establishment-ի առջև դրվող խնդիրների որակը փոխվել է, դա փաստ է եւ շատ ուժեր դա չնկատելով միևնույնն է խոսում են նախկինում եղած խնդիրների մասին, որոնք ինչ որ չափով լուծվել են արդեն, ու իրանք չեն հասկանում, որ իրենք կտրված են պարզապես իրականությունից։ Ապագա ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերը, խոսքս անդիմադիր ուժերի մասին է, օրինակ իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ իրենք գրեթե կրկնում են իշխանության ԿՊ-ի խոսույթը, աշխատատեղեր, 300,000 աշխատատեղ, որը ոչ շատ հետաքրքիր ձևով բռնում է ձեր ներկայացրած թվի հետ, խաղաղություն, բայց չգիտես ինչի այնտեղ մի տեսակ փաթեթավորում է ուժեղ թե արժանապատիվ խաղաղություն, բայց չի հրաժարվում խաղաղությունից, հա։ Իրականում տեսեք, որպեսզի կարողանան ավելի շատ համակրանք ձեռք բերել, բոլոր ուժերն պետք է ասեն հետևյալը, որ մենք ամեն ինչ կանենք կանենք նույնը, ինչ որ ասում է քաղաքացիները, բայց ավելի լավ։ Բայց այդ պետք է ապացուցել, հա։ Այդ ոնց է, որ ավելի լավ կարող ես անել, եթե օրինակ մենք իրոք ստեղծել ենք 300,000 աշխատատեղ, մենք միայն հիպոթեկի վերադարձի ծրագրով 70,000 շահառու ունենք, դա հաշվեք մոտավորապես 6000-ի դիմաց չէ։ Դա մոտավորապես այդքան նոր տուն է, հասկանում եք, վերջի 8 նոր ընտանիքներ, որոնք տուն ունեն, մոտավորպես այդքան նոր տուն կարող են լինել մի քիչ ավելի քիչ, որտեղ 2 հոգի լինի շահառու, ասենք կին ամուսին եւ այլն։ Մենք 2300-ած սահմանամերձ բնակավայրերում ենք տուն կառուցել եւ կառուցում եւ շուտով վերաթողարկելու ենք այդ ծրագիրը մոտ 1500-ի չափով եւ մենք, չգիտեմ, այդ հնայի աճը, այդ ամեն ինչը հերթով կարող եմ ասել, այդ 300 դպրոց, 500 մանկապարտեզ, եւս 300 դպրոց, այսինքն իրենք չեն կարող ասել, ոչ մեկ չի կարող ասել, որ դա կամ տարեկան 500 կիլոմետր ճանապարհ գումարային պատկերացրեք, այդ 4000 տարեկան 500, հա, մոտավորապես 4000 կիլոմետր ճանապարհ, որը էլի ամեն տարի կառուցվում են, լրիվ նոր ճանապարհներ, որ երբեք չեն եղել, այսինքն հիմա մենք մի երկու հատ մեգա պրոյեկտ էլ ունենք արդեն, այլ հյուսիս-հարավը չհաշված, այդ թունելները, բաները եւ այլն։ Ասենք Վեդի Մարտունին, Ենոքավան Ալավերդին, Հանքավան ապարան, այսինքն որ երբեք տենց մաքսիմում բանը Վիլիսով ու Ազով անցնող ճանապարհներ են եղել, ու իրանք գալիս ասում են մենք կկառուցենք, օքեյ, լավ է կանում որ ասում եք, բայց մենք արդեն արել ենք, մենք ցույց ենք տալիս, մարդիկ հիմա դա տեսնում են եւ դա արել ենք մեր երկիրը զարգացնելու համար, ոչ թե որ միայն ասենք որ արել ենք, դա մեր ներքին համոզմունքն է, որ դրանք կարևոր ծրագրեր են մեր երկրի բոլոր քաղաքացիների, բոլոր երեխաների, բոլոր մեծերի, բոլորի համար։ Մինչև դուք ինչ որ բա խոստանում եք, մենք դա արդեն արել ենք։ Եվ չկա մի բան, որ որևէ ուղղություն, հասկանում եք, մեր երկրում որևէ ուղղություն չկա, որ զարգացում չի ապրել։ Եղել են որոշները ավելի արագ են զարգացել, որոշները մի քիչ ավելի դանդաղ են զարգացել, բայց այդպիսի ուղղություն չկա, չենք կարող իրենք մեզ ցույց տալ մի ոլորտ, որտեղ որ կտրուկ, շեշտակի
զարգացում տեղի չի ունեցել, բայց նորից կրկնելով, որ դա չի նշանակում, որ այնտեղ բոլոր հարցերը լուծվել են։ Իհարկե բոլոր հարցերը չեն լուծվել, ինչպես մեր բոլորիս ընտանիքներում, հա, նույնիսկ երբ որ մենք ինչ-որ բան անում ենք, միշտ կա ինչ-որ բան դեռ անելու եւ դա լինելու։ Տունը ինչքան նորոգես, էլի ինչ-որ նորոգելու բան եւ նորոգելու, եւ մարդկային հարաբերությունների առումով ամենտեղ։ Նույնը արտաքին մասով ասեմ, հա, այսինքն Ադրբեջանի երկաթուղու օգտագործումը բեռներ բերելու եւ տանելու տրիպի նախագիծը, որը ըստ էության բեկումնային փոխելու է եւ մեր երկրի եւ տարածաշրջանի այդ ընդհանուր լոգիստիկ պատկերը, այդ ավելացող առևտրաշրջանառությունը շատ ուղղություններով, ոչ միայն մի ուղղությամբ, արևմուտք, արևելք, հարավ, մերձավոր արևելք, հեռավոր արևելք, այդ թվում հյուսիս, որից պետք է խաղաղության խաչմերուկը միսու արուն է ստանում, ակնհայտորեն։ Ակնկալվող սահմանների ուղիղ ապաշրջափակումը, որը հուսով եմ շուտ տեղի կունենա, չկա մի բան, որը կարելի ասել, որ դուք այդտեղ ոչինչ չեք արել, պարզապես։ Ասում եմ, կարող են լինել թերացումներ, իհարկե, եւ դրա մասին ի տարբերություն իրենց, մենք չենք վարանում խոսել, նույնիսկ ընդունել մեր սխալները, որտեղ անսխալական մարդ չկա։ Բայց վեր ենք ենում, ասում են, մեր ժամանակ ժողովրդավարությունը ավելի լավ էր, չգիտեմ, օրինակ Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչ, կամ ինչ-որ մեկը ասում է, մենք 5 անգամ թոշակները բարձրացրել ենք, բայց ոչ թե 5 անգամով, այլ 5 անգամ, իսկ 5 անգամ 500 դրամով, օրինակ, հա։ Հիմա մենք էլ ենք բարձրացրել եւ բարձրացնում ենք եւ հետվճարով, օրինակ կարող եմ հետվճարի թարմթիվ ասել, մենք արդեն հունվարի համար միջին 7000 դրամ հետվճարի թիվ ունենք եւ 415000 քաղաքացի, որ օգտվում է դրանից, նախկին 400,000-ի եւ 4000 դրամի փոխարեն։ Իսկն մի ամսում այդքան ավելացում է տեղ ունեցել։ Մենք խրախուսում ենք, որ քաղաքացիներն շատ օգտվեն եւ ավելանա այդ ամեն ինչը։ Այլ չեմ ասում մյուս բարձրացումը։ Հա, ես մարդ գիտեմ, որ 50,000 թոշակ էր ստանում, այս ամիս են 10,000-ի շնորհիվ ստացած 60,000։ Ես սեփական օրինակով ասեմ, հայրս էլ, մայրս էլ կենսա թոշակ արվան, երեք երկուսն էլ ամեն մեկը հավելյալ 10,000 դրամ գումար է ստացել իրենց թոշակների վրա, որը ավտոմատ կարող են ստանալ ցանկացած քաղաքացի, թե նախընտրի անել անկախիկ այդ առևտուրը, այսինքն դա խոստում չի, դա այսօրվա իրականությունն է, որը քիչ փող չի, հասկանում եք, ասենք հայրս 70,000 թոշակ է ստանում, այնց 45 տարվա ստաժ ունի, ամբողջ կյանքը աշխատել է, ստացել է եւս 10,000 դրամ փող։ Դա քիչ փող չի իր համար, որևէ մեկի համար, իմ համար էլ քիչ փող չի, որևէ մեկի համար 10,000 դրամը քիչ փող չի, եւ այդ հնարավորությունը կա եւ կարող են օգտագործել բոլորը։ Հա, բայց ոմանք որոշ տենց պոպուլիստ ուժեր, մենք 50%-ով կբարձրացնենք կենսաթոշակները։ Բարձրացրեք, կարաք մի հատ հիմնավորեք այդ ոնց է բարձրացնելու։ Այսինքն 150 միլիարդ դրամ փող է դա։ Միանգամից բարձրացնել բոլոր կենսաթոշակները 50%-ով, որտեղ մոտ 300 միլիարդ դրամ փող ենք ծախսում։ Դե հիմա եկեք ասեք, այդ ինչը չեք ծախսելու, օրինակ, որտեղից սպառազինության վրա չեք ծախսելու, կրթության վրա չեք ծախսելու, առողջապահության վրա չեք ծախսելու, ճանապարհ ու դպրոց չեք սարքելու, բայց դա բարձրացնելու եք։ Բայց մենք ի տարբերություն դրա համես հայտ վճարը ասացի, համապահովագրությունը առողջությանը, երբ որ մենք 65+ մեր քաղաքացիների համար ըստ էության մի մեծ ծավալով առողջապահությունը սարքել ենք անվճար, որտեղ իրենց համար գնել ենք առողջապահական փաթեթներ, որի ամսական գինը էլի 10,800 դրամ է։ Ու այդ ամեն ինչը շատ շոշափելի բաների մասն ենք, հա, խոսում, մենք չենք խոսում ինչ-որ հիպոթետիկ բաների մասին, մինչև իրենք խոստանում են, մենք այդ ամեն ինչը անում ենք։ Մարդիկ գնում են անվճար դեղորայք են ստանում։ Եվ դեղորայք, եւ վիրահատությունը, եւ հիմա այդ խոստումը իրականության հետ այդ համադրելու process-ում ես վստահ եմ, որ ողջամիտ քաղաքացին, ողջամիտ ընտրողը, որը մեր ընտրողն է, իր տեսած շոշափածն է ընտրելու եւ ոչ թե պարզապես խոստումը, ու հատկապես այնպիսի գործիչների եւ ուժերի կողմից, որոնք արել են տրամագծորեն հակառակը, հասկանում եք, տրամագծորեն հակառակը, երբ որ ընտրությունների ժամանակ 10-20,000 դրամ ընտրակաշառք են բաժանել կամ ձեթ եւ բրինձ, եկել են ընտրությունների եւ 5 տարվա ցիկլերով, եւ այդտեղ գրեթե նոր մարդ շատ քիչ կա, հասկանում եք, այդ առաջադրողների մեջ։ Անուններ կարամ ասեմ, բայց չեմ կարծում, որ իրեն կարևոր են, էլի։ Ես մի թիվ հնչեցնեմ, եթե չեմ սխալում, ուղղակի սպային կոնկրետ չեմ հիշում, 2.5 միլիոն զբոսաշրջիկ էր, չէ՞, անցած տարի այցելել Հայաստան։
կամ մոտ մոտավորապես, հա, մոտավորապես, բայց ռեկորդային է ամեն դեպքում։ Համ ռեկորդային, համ եթե հաշվենք, թե այդ զբոսաշրջիկը ինչքան գումար է թողել այս երկրում, եւ հիմա եթե պատկերացնենք հակառակը գալիս են այն ուժերը իշխանության, այդքան զբոսաշրջիկ կգա Հայաստան։ Ես մի օրինակի վրա եմ ուզում բերել։ Զբոսաշրջությունը շատ նուրբ ոլորտ է եւ շատ զգայուն։ Նախ խաղաղության վրա են գալիս մարդիկ։ Երբ որ գետ մեկ կրակոց չկա սահմաններին, իսկ մեր որոշ ուժեր թեև խաղաղություն, բայց ինչ որ ուժեղ, արժանապատիվ, ինչ որ ածականներ են օգտագործում, թեև խաղաղությունը ինքնին այնքան ուժեղ գոյական է, հա, իրեն ածականներ պետք չեն հասկանում, խաղաղությունը խաղաղություն է։ Ինքը այնքան մեծ արժեք է, որ այդ ուժեղ, թույլ, արժանապատիվ տենց բաներ չկան։ Խաղաղությունը կամ կա, կամ չկա։ Այդ մյուս բաները ավելորդություններ են։ Երկրորդը ժողովրդավարական երկրներ են գալիս, երբ որ կա օրենքի գերիշխանություն, երբ որ փողոցում ոչ մեկ օրինակ իր բանով, տենց ինչ որ մեծ մեքենայով չի անցնում մեկ ուրիշի վրայով, ինչը մենք բոլորս ցավոք սրտի տեսել ենք ոչ վաղ անցյալում, հա, երբ որ կային ինչ որ սաշիկներ եւ այլ իկով վերջացող մարդիկ, որոնք ինչ ուզում անում էին, բիզնեսներ էին խլում, բիզնեսն էլ է դրան գալիս։ Երբ որ մեկը ասում էր, չէ, այս բանը իմ դուր է գալի, այդ պետքա իմը լինի, միշիկներ, հա, հասկանում եք։ Հիմա շատ པարզ է ընտրությունը, հասկանում եք, ու այդ մարդիկ նույնն են, ցավոք սրտի, նոր քաղաքական ուժեր, ցավոք սրտի, կամ եթե ծնվում են մարդկանց իմաստով, ելի նույն գաղափարներն են բերում մեյդան, հասկանում եք։ Այսինքն ասպարեզ են բերում նույն գաղափարները, որոնք որ նախկին այդ կոչված ուժերը իրենք չեն հասկանում, որ դրանով իրենց օգուտ չեն ստանում։ Նոր բաների մասին խոսել, հա, նոր, ասել ինչպես պետքա օգտագործենք տրիպը, մենք ավելի լավ կօգտագործենք, քան քաղաքացիական պայմանագիրը։ Օրինակ, հա, կոպիտ եմ ասում։ Ոչ թե տրիպի մեջ պետք է ներգրավել այլ ուժերի, որովհետև, չգիտեմ, Իրան, Ռուսաստան եւ այլն։ Երևի թե ՌԺԴ։ Հա, ՌԺԴ-ն էլ գիտեք, պայմանագիր, հա, վերջը։ Պարոն Թորոսյան, ցավոք եթերաժամը սպառվեց, իսկ ասելիք շատ կար, հարցրել շատ կային, գիտեմ, որ դուք էլ ասելիք շատ ունեիք, հուսամ, որ ապագայում կրկին կհանդիպենք եւ ավելի հանգամանալից կզրուցենք։ Միշտ հաճույքով, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ տաղավարում հյուրընկալվել էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, ամեն բարիք ձեզ։